Այս բալիստիկ հրթիռով գիշերը Ռուսաստանը հարվածել է ուկրաինական Լվովին։ Օրեշնիկն է Պուտինի հպարտության առարկաներից մեկը, որ նրա խոսքով 10 անգամ ավելի արագ է, քան ձայնի արագությունը, իսկ փորձագետներն ասում են, կարող է նաև միջուկային զենք կրել, Ի վերջո, ինչ զենք է ռուսական օրեշնիկը։ Այն կարող է կրել մի քանի տեսակի մարտագլխիկներ, ինչպես սովորական, այնպես էլ միջուկային։ Իսկ դա սովորաբար բնորոշ է ավելի երկար հեռահարության միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներին։ Հրթիռը հիմնված է այս համակարգի վրա, որը Ռուսաստանն ի սկզբանե մշակել էր որպես միջմայրցամաքային հրթիռ, այսինքն պլանավորում էին, որ ավելի հեռուն կգնա։ Իսկ օրեշնիկ այս պատերազմում էլի էր կիրառվել 2024-ի նոյեմբերին։ Այն ժամանակ արձակված հրթիռը թիրախին հասել է մոտ 15 րոպեում, Ռուսաստանի հարավից զարգացնելով 13600 կմ/ժ արագություն։ Մոսկվայում դա հաջող փորձարկում էին կոչել ու նույն թվականից նաև սերիական արտադրություն սկսել, դաշնակից Բելարուսին մատակարարել։ Այս անգամ հրթիռներն ուղարկվել են Լվովի ուղղությամբ, Եվրամիության ու ՆԱՏՕ-ի սահմանին մոտ։ Ըստ Մոսկվայի սրանով արձագանքել են Պուտինի նստավայրի ուղղությամբ շաբաթներ առաջ արձակված ուկրաինական դրոններին։ Միայն թե դրանց վերաբերյալ որևէ ապացույց Ռուսաստանը մինչ օրս այդպես էլ չի ներկայացրել։ Օրեշնիկի առաջին կիրառման ժամանակ Պուտինը պնդել էր, ապագայում դրանք կիրառելիս նախօրոք կհայտարարեն խաղաղ բնակիչներին տարհանվելու հնարավորություն տալու համար։ Ինչպես 2024-ին, այնպես էլ այս անգամ ռուսական կողմն այն կիրառել է առանց որևէ նախազգուշացման։